Շատ եւ 90%-ով քաղաքը ավիրված է եղել։ Հրաբարակներում ուրեմն շենք շինություններ է կառուցվել։ Իմ օրոք 40,000 տնակ է հեռացվել, այսինքն ոչ մի բան իր տեղը չի եղել։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անհատական շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Մինչև այսօր, որ ես որ դուրս եմ եկել 12 թվականից, ուրեմն ընդամենը 15 թե 20 շին թույլտվություն են տվել։ Հիմա որ եկել եմ նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են քաղաքը կառուցվում է։ Այսինքն մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել։ 1 մետրը, 2 մետրը այս կողմենքում մեզ համար արժեք չի եղել։ Ինչի համար։ Որովհետև այդ 60 հոդվածը, որ իրան դոգմա են վերցնում, 60 հոդվածը կարող է փոխել քաղաքապետարանը։ 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է։ Ուրեմն հատակագծի տերը քաղաքապետարանն է եւ քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։ Ուրեմն մյուսն ասեմ ես։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես հիմա հարց եմ տալիս։ Դեպից հետո հարց եմ։ Ուրեմն քաղաքի գլխավոր հատակագիծը որ կաբինետում է եղել, ով է գլխավոր հատակագծի վերջնական նայում չափաները անում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինը եւ ճարտարապետը եւ քաղաքաշինության բաժինը։ Եվ գտնվել է նույնությամբ կադաստրում, որ կադաստրը երբ որ հողատկացում էր անում գտնվել էր, կադաստրը նայում էր քարտեզը եւ ասում է սա բացում մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետեւ դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը։ Բացի դրանից, մարզպետարանում գտնվում է ասեք, լավ, ես իշքան հիշում եմ մարզպետարանում էր գտնվում, որով եւ Քաղաքաշինության նախարարությունում, որովհետեւ այդ ամեն ինչը պտտվում է։ Եթե մենք փոփոխություն էինք անում հանգած, որևիցե քարտեզի մեջ, եթե այդպիսի բան էր, ասում եմ, որ ինքը ասի արել թե չէ։ Լավ, հարց, երբ որ տեսնվում էր, որ ասենք այս հատվածը չի կարելի շենքինություն կառուցել, ուրեմն գրություն էր գրվում, իշքան հիշում եմ, մարզպետարան, Քաղաքաշինության նախարարություն, համաձայնությունը վերցվում էր, հետ էր գալիս եւ արվում։ Հիմա ես պարոն Դադախազին մի քանի անգամ ասում եմ, նմանատիպ գրություններ կա թղթերի մեջ եւ թե ոչ, ինքը ասում է չկա։ Իսկ ես բարձրադայն ասում եմ, դիտավորը թղթերը միջից անել են, ով է դրա տեղները, թղթերը, ով է տարել, ոնց է դրա պահվածները։ Այսօր որ քաղաքականության համար մենք գտնվում ենք այդ բանդում, այդ թուղթը միջից անելը վարդյան է։ Ով է դրա տեղը, որտեղից դրի մենք գտնենք։ Վկային հարցը տալիս։ Հիմա քաղաքապետը, որ դուք հիմա բերում էիք, ասենք մասնագետը, գլխավոր մասնագետը, բաժնի վարիչը, մյուսը մրցույթներ ամեն ինչ անցկացրած, բերում վերջում որոշում էր կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետի որոշումը դեռ եղած մի հաշիվ չէ, դուք ամեն ինչ արել, վերջացրել եք։ 30 հոգի մարդ եք աշխատում ամեն բաժնում։ Քաղաքապետը օրական 10-ը, 50-ը, 30-ը նմանատիպ որոշումներ։ Ես որը կարող եմ հիշել, մասնագետները դուք եք, ես դրանց տեղ եմ։ Հարցը հետեւյալն է. Ինչ նշանակություն ունի ձեր բաժնի եւ մասնապետի համար քաղաքապետի որոշում։ Չէ, ես այն ձևի ասեմ։ Հարց հետեւյալն է. Չէ, ես դեպի բոլոր մասնագետները արդեն չափ է կդրել, հասել եք քաղաքապետյանին։ Քաղաքետու ամեն ինչ գտնում եք։ Ես մասնագետական ոչ մասնագետը կարող եք բանալ։ Կարող եք կայացնել քանայն, որ օտար էին կամ ըստ ձեր տված եզրակացությունից մասնագիտական որոշումներ կայացնեն մասնագետները։ Հա։ Կոնկրետ մասնագետ։ Դրա համար է դա ոչ կառուցել։ Շնորհակալություն։ Այլ հարցեր կան։ Այդ ակտիվի հաստատանը հայապետարանը հաստատեց, ասել, որ պատասխանեցիք, որ